Փարքասուն։ Ես մտածում էի ինչ առակ պատմեմ, ոնց որ սովորություն եմ դարձրել իմ մեջ, իմ մոտ մի քիչ ինչպեսի առակ պատմեմ քարոզի բուն նյութին անցնելուց, հետո sense մտածեցի, ասի մի հատ օրինակ sense փորձենք իրար հետ օրինակ ինչ են անում, ստեղծել չէ, օրինակ ինչ են անում, օրինակ վերցնենք, sense կյանքի մի դրվագ, պատահար, sense երևակայությունը մեր մի քիչ միացնենք, պատկերացրեք, որ դու աշխատում ես որևէ մի հիմնարկությունում և այդ հիմնարկության տնօրենը քեզ լավ աշխատավարձ է տալիս, բոլորիդ աչքերը փայլեցին, ուզում եք այդպիսի աշխատանք ու գիտես օրերից մի օր, եթե հանկարծ ու դու քո գործը լավ ես կատարում, ոչ թե ուղղակի տալիս է, դու քո գործը անում ես այնց, ինչ որ քեզանից պահանջվում է, դու ամեն օր առանց ուշանալու գալիս ես մինչև աշխատանքի սկսելը, առանց ուշանալու մտնում ես, գրանցվում ես, ժամը 6-ից շուտ տուն չես գնում, աշխատանքային ժամը ավարտում ես, նոր ես գնում տուն եւ այլն, ամեն ինչ ոնց որ ասած ինչպես որ քեզանից պահանջվում, հա։ Եվ օրերից մի օր պատկերացրու, որ հանկարծ ամիսը դեռ չավարտված, տնօրենդ գալիս է եւ քեզ ասում է հարգելիս, ես այլևս չեմ պատրաստվում կամ մի վիճակի չեմ քեզ վճարել։ Ինչ որ խնդիրներ ունեմ բիզնեսի մեջ կամ չգիտեմ հիմնարկը լուծարվում է, փակվում է, չգիտեմ, պետք է նոր աշխատանք փնտրեք եւ այլն, այնպես որ ես այլևս չեմ կարող, վճարունակ չեմ կամ չեմ պատրաստվում քեզ վճարեմ հետագա քո այս ամսվա օրերի համար։ Ես չեմ ուզում Մարգարյանը, բայց կարծում եմ, որ այստեղ ներկաներից եւ ընդհանրապես ընդունված այդպիսի մի վիճակ կա, որ մարդիկ, ովքեր որ աշխատում են ու իրենց այդպիսի բան են ասում, այլևս նրանք չեն գնա աշխատանքի, որովհետև այլևս չեն վճարվելու իրենց կատարած աշխատանքի համար։ Ինչի, որովհետև դու գնում ես աշխատանքի, որպեսզի վճարվեիր։ Հասկանում եք, թե չէ։ Երբ որ այդ հայտարարությունը արվի աշխատակիցներին, ամբողջ այդ հիմնարկի, արդեն ամեն մեկը կսկսի իր ծանոթներ, բարեկամներ, հետաքրքրվել երկրորդ մյուս աշխատանքի մասին, որպեսզի իր ընտանիքը, իր խնդիրները, իր վարկերը, պարտքերը մարի եւ այլ։ Բայց մտածում եմ, եթե դու լինեիր այդ տնօրենի ոչ թե աշխատակիցը, որպես որ նրա հետ աշխատում ես միայն եւ աշխատավարձ ես ստանում, այլ լինեիր նրա ընկերը, նրա բարեկամը, դու կշարունակեիր նրա կողքը մնալ, օգնել այնքան ժամանակ, մինչև նա այդ ճգնաժամը հաղթարեր կամ ինչ-որ մի նոր բան սկսեր։ Ինչ եմ ես այս օրինակը սենց համապատրաստից փորձում ձեզ տամ, ներկայացնեմ, որովհետև այսօրվա իմ քարոզը վերնագրել եմ հետևյալ կերպ. ընկեր թե ծառա։ Ծառան դա այն մեկն է, ով վարձատրվում է կան լավ ծառաներ, կան չար ծառաներ, ովքեր վարձատրվում են նրա համար ինչ որ նրանք անում են, բայց ընկերը մի քիչ ավելի երկար է գնում ճանապարհ, այսինքն կարա գնա մինչև վերջ, կարա իմանալով իր ընկերոջ սիրտը, կարա գնա շատ ավելի երկար ճանապարհ։ Մենք ունենք աստվածաշնչյան տեղեր, որտեղ որ կարդացել ու տեսել ենք, մեր կյանքերը համեմատել ենք այդ խոսքերի հետ, ինչպես Հիսուսն ասում է, ավելի մեծ սեր չկա, քան թե այն, որ մեկը իր կյանքը դնի իր ընկերոջ համար, դրանից ավելի մեծ սեր չկա, ամեն, և սա խոսում է այն նվիրվածության մասին, որ այդ մարդը, որ իր կյանքը դրել է իր ընկերոջ համար, նա վարձկան չի, նա մեկը չի, որ ուղղակի ծառայել է, ուղղակի իր կողքն է եղել, այլ մեկն է, որը որ պատրաստ է ամեն ինչով անցնելու, ինչպես Սեդրակ, Միսակ, Աբեդնագը, ովքեր որ չվախեցան թագավորի այդ հրամանից եւ չվախեցան մեկը մյուսին մենակ չթողեց ու պատրաստ եղան գնային այդ կրակի հնոցի մեջ։ Մենք տեսնում ենք այդ պատմության մեջ, որ այնտեղ կար մեկը, ում անունը նրանք բարձր էին պահում, եւ այդ մեկը կրակի մեջ սպասում էր իրանց։ Այդ մեկը արդեն իսկ կրակի մեջ սպասում էր այդ 3 ընկերներին։ Եվ ես հավատացած եմ, որ մեր կյանքերում նույնպես կարդալով Աստծո խոսքը, վերլուծելով հոգևոր ընթացքս, կյանքս եւ ընդհանրապես ճանաչելով Աստծուն այնքանով, որքանով որ ես ճանաչում եմ, ես հասկանում եմ մի բան։ Աստված մեզ թույլ չի տա մենք հայտնվենք մի վիճակի մեջ, որտեղով որ նա չի անցել։
կամ որտեղ որ ինքը բացակայում է։ Նա արդեն իսկ կրակի մեջ սպասում էր այդ երեքին։ Եվ դրա համար նրանց ովքեր որ գցեցին, նրանք հենց այդ հնոցի դռների մոտ վառվեցին, մահացան, բայց այդ երեքը զբոսնում էին 4-րդի հետ միասին։ Եվ նրանց անգամ ասում է մազերից խանձահոտ, հագուստից խանձահոտ չէր գալիս։ Մեր Աստված այդպիսի Աստված է, սիրելիներս։ Նա անկեր է, նա բարեկամ է։ Գիտեք, Աստծո արքայությունը մենք պետք է գիտակցենք ու հասկանանք, որ Աստծո արքայությունը չի կառուցվում ծառայությունների վրա։ Աստծո արքայությունը կառուցվում է հարաբերությունների վրա։ Ինչպիսի հարաբերություն դու ունես Աստծո հետ։ Ինչպիսի հարաբերություն, գիտեք, ընտանիքը նույնպես այդպիսի մի բան է։ Ընտանիքը նույնպես կառուցվում է հարաբերությունների հիմքի վրա, ոչ թե ծառայության, ով ինչ պիտի անի այսօր տանը։ Դու պետքա սրտակից լինես, դու պետքա ճանաչես, դու պետքա վստահես, դու պետքա նվիրված լինես, դու պետքա հասկանաս քո կողքինին այդ ընտանիքի մեջ։ Նույնպես նաև Աստծո արքայությունը։ Եվ մենք գիտենք, որ մեր կյանքը բաղկացած է մեր ընտրություններից։ Ամեն մեկից կյանքը բաղկացած է ընտրություններից։ Մենք ընտրում ենք ինչ խոսենք, մենք ընտրում ենք ինչ անենք, եւ դա, ոնց որ ասած, ցույց է տալիս, թե մենք ինչպիսի կյանք ենք նախընտրել մեզ համար։ Ու նույնպես նաև մենք պետք է լինենք համարձակ, թե մեր խոսքերի եւ թե մեր գործերի մեջ։ Այնպեսի համարձակություն պետք է ունենանք, ինչպես այստեղ մեր քույրը խոսում էր զոհաբերության անձայի խոսքի մեջ, հիշեցնելով նախորդ ծառայությունները, որ Աստված մեզ որդեգրության հոգի է տվել։ Նա մեզ ճանաչել է որպես որդիներ, որպես դուստր, եւ նա մեզ համարձակության հոգի է տվել նույնպես։ Գիտես ինչի, որովհետև դու պետք է քո խոսքերի եւ գործերի մեջ համարձակ լինես։ Որովհետև եթե դու համարձակ չես, գիտես, հոգեվոր աշխարհի հետ գործ ունենք։ Եվ այդ հոգեվոր աշխարհը ճանաչում ու հասկանում է։ Դու քո խոսքի տերը կլինես, թե չէ, դու կսայթակես, թե չէ։ Այսօր երկու օրինակներ ենք մի քիչ ավելի մանր, այսպես խոշորացույց կփորձենք օգտագործենք, մի քիչ այսպեսի կփորձենք այդ երկու օրինակների մեջ նայենք։ Ինչ նկատի ունի Աստված այդ խոսքերի մեջ, որպեսզի հասկանանք։ Հովհաննես 15-րդ գլուխը ասում է, ավելի մեծ ոչ մեկ չունի։ Ավելի մեծ սեր չկա, որ մեկը իր անձը իր բարեկամի համար դնի։ Դուք իմ բարեկամներն եք, մեկ այլ թարգմանության մեջ այդ բարեկամ բառը կոչվում է ընկերներս եք։ Եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ։ Դուք տեսնում եք պայման այստեղ այս խոսքի մեջ։ Դուք ինձ բարեկամ եք, երբ որ եկեղեցի եք գալիս։ Երբ որ երկերը սենց բոլոր նոտաներով ճիշտ եք երգում, երբ որ ընծա եք բերում, երբ որ ժպտերես եք, երբ եք դուք ինձ բարեկամ, Աստծո խոսքը ասում է, երբ է այն բարեկամությունը դրսևորվում, երբ որ դու գալիս ես եկեղեցի կամ դու եկեղեցում չես ընդհանրապես, ասում է, երբ որ դուք իմ բարեկամներն եք, եթե ինչ որ ես պատվիրում եմ ձեզ, դա անեք։ Այնքան կարևոր է սա, ժողովուրդ ջան, որովհետև մենք կարող ենք լինել եկեղեցում եւ եկեղեցում մենք լինում ենք այստեղ կայարանում շաբաթը 1 օր, շաբաթ օրը, հա, 12-ից 2-ի հատվածում, եւ այդ 2 ժամը շատ հեշտ է մեզ պահել որպես առանձնացված սուրբ քահանայական ազգ։ Ազգ, որը որ առանձնացվել է, շաբաթ օրն է, всё, բոլոր քո ընտանիքի անդամները, քո բարեկամները, ընկերները, քո սուրճի ընկերները, քո գործի ընկերները, բոլոր այդ ընկերները գիտեն, շաբաթ 12-ին դու պետք է լինես կայարանում։ Դու քեզ առանձնացրել ես այդ օրը, տիրոջն ես տվել եւ ասում ես, ես պետք է լինեմ այնտեղ, ինչ ուզում ա լինի։ Ուզում ա նոյեմբերյանում լինեմ, ուզում ա մեղրիում լինեմ։ Հասկանում ես, սենց երկու դարպասների մասին եմ խոսում Հայաստանի։ Որտեղ ուզում ես լինես, եթե շաբաթ է, ես պետք է լինեմ կայարանում։ Ու մարդիկ գիտեն, դա տեսել են, գիտեն, հասկանում են քեզ եւ գիտեն, որ դու առանձնացրել ես, որոշում ունես դրա համար։ Ու քեզ առանձնացած գալիս ես այստեղ։ Բայց Աստվածաշունչը չի խոսում, որ մենք պետք է լինենք Աստծո ընկերներ, բարեկամներ, շաբաթվա ընդամենը 1 օրվա 2 ժամը։ Աստվածաշունչը խոսում է, որ 24/7 ռեժիմով մենք այստեղ այդ 2 ժամից բացի ունենք մնացած ժամերը, որ մենք ապրում ենք մեր առօրյա կյանքը։ Ինչ որ մեկը էլի ինչ որ ծառայությունների մեջ։ Ու այդ ընթացքում մենք պետք է նույնպես շարունակենք մնալ Աստծո բարեկամներ։ Երբ որ մարդիկ մեզ չեն ճանաչում, երբ որ մեր միջավայրում ենք, որտեղ որ եկեղեցու մարդ չկա, մենք պետք է շարունակենք մնալ Աստծո բարեկամներ։ Իսկ որն Աստծո բարեկամ, ասում է, եթե ինչ որ պատվիրում եմ, դա անում եք։
դա է Աստծո պատվիրանը, դա է Աստծո ընկեր կոչվողը։ Ամեն, որովհետև ասում է, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի։ Եվ գիտես Սարան կատարում է իրեն ասվածը, բայց ընկերոջ կարիքը, ընկերը գիտի իր ընկերոջ կարիքը, ընկերը գիտի իր ընկերոջ իրավիճակը, սիրտը ավելի ներսից գիտի, ինչա տեղի ունեցել իր ընկերոջ հետ։ Հասկանում եք։ Եվ այսօր խոսելու եմ մի հետաքրքիր բան, Հռոմեացիս առաջի գլխից եմ ուզում խոսեմ, 14-րդ համարից։ Այստեղ հեղինակը, այսպես ասենք, հեղինակը մի հետաքրքիր բաներ է բարձրաձայնում 3 որակներ մարդու կյանքի մեջ, որի մասին ես երբ ապաշխարել եմ այդ 90-ական թվականից, 90-91 թվականից մինչև օրս շատ քարոզներ եմ լսել։ Եվ ինձ այնքան կարոտել էի դրա մասին, ասի, այս մի խոսքը ձեզ տամ, որպեսզի ես ավելի սենց այն սրտի սեղածը ձեզ ամբողջությամբ տամ, հա։ Գիտեք, այստեղ հեղինակը ասում է, որովհետև ես թե հույներին, թե բարբարոսներին, իմաստուններին եւ անմիտներին, բոլորին պարտական եմ։ Այստեղ մարդ կա, որ ինչ-որ մեկին պարտք ունի։ Կարող է բանկը լինի, կարող է տանտերոջ վարձը լինի, կարող է ընկերոջից գումար կամ ինչ-որ մի բան վերցրած լինես, ու դու գիտես, որ դու պարտք ես, դու պետք է դա վերադարձնես։ Այստեղ մենք տեսնում ենք, որ հեղինակը առաքյալը խոսում եւ ասում է. ես պարտական եմ թե հույնին, թե բարբարոսին, թե իմաստունին, թե անմիտին, թե հրեային եւ թե հեթանոսին։ Բոլորին պարտք եմ։ Ինչպիսի պարտքի մասին է խոսում։ Այն պարտքի մասին, որ պատրաստվում է իր Աստծո անունը ցույց տա, որ պատրաստվում է Աստծո խոսքը տանի, ավետարանը բարի լուրը տանի եւ հասցնի։ Հիսուսը եկավ երկիր իր ընտրությամբ։ Եկավ երկիր եւ ասեց Տիրոջ հոգին ինձ վրա է, որը որ օծել է ինձ գերիներին, աղքատներին, կապյալներին, հիվանդներին, բանտարկյալներին, դուք հասկանում եք հարուստների մասին, հարուստ ես նկատի չունեմ ֆինանսապես հարուստ։ Այն մարդկանց մասին, ովքեր որ ոչ մի բանի կարիք չունեն, ոչ մի բանի։ Իրանք ուզում են ուրախություն, այդ մեն զվարճություն ավելի շուտ։ Իրանք ուզում են մեկ ուրիշ բան, կարող են դա իրենց թույլ տալ։ Ինչ ուզեն իրենց թույլ կտալ։ Բայց մենք տեսնում ենք Հիսուսը եկավ այդ ժողովրդի համար եւ բարի լուրը քարոզելու համար։ Ու մենք պետք է հասկանանք, որ Հիսուսի սիրտը ցավում է այդպիսի ժողովրդի համար։ Ու ինքը ասում է. ես բարեկամ եմ անվանում նրանց, ովքեր որ իմ պես են մտածում, ովքեր որ իմ պատվիրաններն անում են, ովքեր որ ինչ որ ես եմ արել, նրանք են անում եւ էլ ավելի են անում։ Հասկանում ենք թե չէ ժողովուրդ։ Քրիստոնեությունը դա հայ ծնվելը չի։ Քրիստոնեությունը դա ուղղակի եկեղեցի գալ ու գնալը չի։ Քրիստոնեությունը դա ես չգիտեմ մոմ վառելը չի։ Քրիստոնեությունը նաև խաչակնքվելը չի։ Քրիստոնեությունը ոչ էլ կյանքի խոսք լինելու եկեղեցու անդամ լինելն է։ Հա ես ուրիշ եկեղեցիների անուններ չտամ, որպեսզի միայն մերոնք ինձ քարկոծեն։ Սովորենք դրան։ Քրիստոնեությունը Քրիստոսին հետևելն է։ Քրիստոսի հետքերով քայլելն է։ Դու կարող ես ոչինչ չանել, բայց մարդիկ նայեն քո կյանքի գործերին, մարդիկ նայեն քո խոսքերին եւ այդ ամենը երբ որ համեմատեն Աստծո խոսքի, լույսի, հա, այս մեծ լույսերը հայերեն չգիտեմ ոնց է, լուսարցակ կամ պրոժեկտոր ժողովրդական խոսք, այդ լույսի պրոժեկտորի տակ դնեն ու տեսնեն քո խոսքերը, քո գործերը նման են Քրիստոսին, թե չէ։ Եթե այո ասում են Աստծո մարդ է։ Սա մեկն է որ ճանաչում է իր Տիրոջը։ Ամեն։ Եվ գիտես այստեղ ասում է ես պարտական եմ։ Ոչ թե որ որովհետև նրանցից ինչ-որ բան է վերցվել, այլ այս սերը, որը որ իմ մեջ կա, այն օծությունը, այն զորությունը, ինչ որ եկել է իմ կյանքը փոխել է, ես հասկանում եմ, որ այդ կրակը չեմ կարող ես իմ ծոցը պահեմ, ես պարտական եմ զգում, պարտավորված եմ զգում այդ սերը կիսվել, տալ, հույնին, բարբարոսին, դու հասկանում ես, արունախում մարդկանց մասին է խոսում, բարբարոսներն ովքեր էին, կարող ես փորձել Google-ով կամ ինչ-որ միտեղ բառարաներում փնտրել, հեթանոսներին, ասում է ես պարտք ունեմ, որտեվ ես ինչի պարտքի զգացողությունը ինչի է ինքը զգում, որտեվ ինքը հասկանում է թեկուզ եւ ինքը հրեա է եղել։ Բայց այդ բարբարոսներից, այդ հեթանոսներից ոչ մի բանով լավը չի եղել իր Աստծո առաջ։ Դրա համար ասում է եթե Աստված ինձ է ներել ու փրկել ու ողորմել, որ ես արժանի չէի, ես առավել եւս պարտավորվածություն եմ զգում ին վրա գնամ եւ բարի լուրը տանեմ։ Երկրորդ բանը որ ասում է, այն 15-րդ համարով այնպես
որ ես հոժար եմ կամ պատրաստ եմ, ինչպես է, իմով սան հոժար եմ, մեր հայերեն լեզուն շատ հարուստ է։ Ինքս ոչ միայն պարտական եմ, որտեղ գիտես, երբ որ դու պարտավորվածություն ես զգում, դու քեզ սկսում ես պատրաստել ինչ-որ բանի համար, հա։ Երբ որ ես արթնանում եմ օրինակի համար, իմ վրա եմ վերում այդ օրինակը, 3 շաբթի առավոտ շուտ, ես երբ որ արթնանում եմ, ես գիտեմ, որ ես պարտական եմ շուտ արթնանալ, արագ կարգի բերել ինձ, առավոտյան թորնիկից տանել պարտեզ, ես պարտք եմ զգում։ Դրանից հետո գնալ աշխատանքի, որովհետև այնտեղ աշխատողների աղոտ, հավաքույթ եւ այլն, ես պարտավորվածություն եմ զգում։ Եվ այն ինչին, որ ես պարտավորվածություն եմ զգում, ես ինձ պատրաստում եմ դրան։ Ես միանգամից ծրագրում եմ ինչ պետք է անեմ։ Պարտավորվածությունը ինձ տանում է մի ուրիշ քայլի, որ ես պատրաստվեմ։ Եվ այստեղ առաքյալը ասում է, ես հոժար եմ, այսինքն պատրաստակամ եմ, որ հռովմումն եք, որ գամ ու ձեզ էլ ավետարանը քարոզեմ։ Ես ոչ միայն պարտավորված եմ հույնին, բարբարոսին, հեթանոսին, այլ նաև ձեզ, որ հռոմում նստած եք եւ Աստծո կարիքն ունեք, ես իմ վրա, ես ինձ պատրաստում եմ, որ գամ նաև Հռոմ, որպեսզի ավետարանով ձեր հետ կիսվեմ։ Եվ երրորդ բանը, որ առաքյալը այստեղ առանձնացնում է, որովհետև ես Քրիստոսի ավետարանը չեմ ամաչում, ասա չեմ ամաչում։ Չեմ ամաչում, որովհետև դա Աստծո զորությունն է փրկի ամեն հավատացողին։ Թեկուզ ես սկզբից հրեային, հետո նոր հույնին։ Կարևորը փրկի։ Թե հրեային առաջինը կփրկի, թե հույնին, թե ում, կարևորը որ փրկվենք։ Ամեն։ Տեսեք, այստեղ առաքյալը 3 կարևոր բաներ առանձնացնում, որ ինքը պարտական է, պարտավորված ազգում իրան, որ ինքը իրան պատրաստել է եւ դա իրան տանում է մի քայլի, որ ինքը չի ամաչում էլ։ Ես չեմ ամաչում առավոտ արթնանամ, գնամ, այս ինչն անեմ, այն ինչն անեմ։ Ես չեմ ամաչում գնամ ավետարանը քարոզեմ, ես չեմ ամաչում մարդկանց սեր տամ, ես չեմ ամաչում մարդկանց հանդեպ ողորմած լինեմ։ Ինչի՞։ Որովհետև դա սկսվել է պարտավորվածությունից։ Ամեն մի պարտավորվածություն, ամեն մի պարտքի զգացողություն։ Երբ որ ես վերանայել ու հասկացել եմ, որ եթե պարտավորված չլինեմ, ես չեմ էլ պատրաստի իմ անձը։ Ինչ էլ նման լինի։ Հենց ծառայի պես, այն աշխատակցի պես, որ ասում է, դե եթե չես պատրաստվում վճարես, ուրեմն մենք իրար հետ մեր պայմանագիրը խզված, աշխատանքային պայմանագիրը խզված է։ Ես կգնամ ուրիշ աշխատանք կգտնեմ։ Բայց ընկերը ասում է, չէ, մի րոպե, իմ ընկերը նեղդրության մեջ է այսօր։ Ես պարտավոր եմ իր կողքը լինեմ։ Ես պարտավոր եմ, որովհետև նա ոչ թե միայն իմ գործատունն է, այլ նաև իմ ընկերն է։ Եվ իմ անձը ես պատրաստում եմ։ Եվ իմ անձը պատրաստելուց հետո չեմ էլ ամաչում, անգամ եթե նա ընկնի ինչ-որ խնդիրների մեջ։ Ես այսօր առանձնացրել եմ, այսօր քրիստոնեական աշխարհին, երբ որ նայում ես, դու պետք է տեսնես։ Շատերը կան, որ ասում են, ոչ մեկին ոչինչ պարտք չեմ։ Փորձելով մեջ բերել այն խոսքերը, որ իրար պարտ մի մնացեք, բացի սիրուց։ Եվ դա այո եւ ամեն է։ Բայց եթե սեր ունես, դու չես կարող պարտավորվածություն չունենաս։ Դու հասկանում ես, եթե դու քո ընտանիքը սիրում ես, դու պարտավորվածություն ես զգում։ Եթե սիրում ես, դու քեզ պատրաստում ես։ Եթե սիրում ես, դու չես էլ ամաչում քո ընտանիքի անդամը կոչվելուց։ Եվ մենք տեսնում ենք Աստվածաշնչում, որ Ղուկաս 9-րդ գլխում 23 համարում ասում է, եւ ամենքին ասում էր, եթե ինչ-որ մեկը ցանկանում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա եւ ամեն օր խաշն առնի ու իմ հետևից գա։ Այստեղ բոլորս կարող ենք այստեղ մեծ ամեն ասել, բայց ասում է մի քիչ ներքև 26-րդ համարում այսպես ասում, որովհետեւ ով որ իմ կամ իմ խոսքերը ամաչի մարդկանց առաջ վկայելուց, մարդու որդին էլ կամաչի ամուտ կհամարի, երբ որ գա իր եւ հոր եւ սուրբ հրեշտակների փառքով։ Դու պատկերացնում ես, նա չի ամաչում իրեն քո Աստվածը կոչի, երբ որ դու չես ամաչում նրա ավետարանը պահես, երբ որ դու չես ամաչում նրա պատվիրանների մեջ քայլես։ Ասում է, եթե ամաչես, կգամ ուղակի կողքովդ կանցնեմ։ Դու չես լինի, ես քեզ չեմ ճանաչի, ինչպես որ այն խոսքերի մեջ, այն խիստ խոսքերը, որ մենք
շատ անգամներ կարդացել ենք, մի քանի անգամ էլ լսել ենք բեմից, որ ասում են ամեն ինչ Տեր, Տեր ասողը չի մտնի։ Կասի ես ձեզ չեմ ճանաչում։ Հա? Արդյոք ուզում եմ այս հարցի պատասխանը դու ինքդ քեզ տաս քո ներսում սիրելիս, որովհետև մենք եկեղեցի ենք եւ մենք պետքա ճանաչենք Աստծուն եւ մենք պետքա աճենք Քրիստոսի հասակի մեջ։ Մենք պետք է Աստծո բնավորությունը իմանանք։ Ուզում եմ այս հարցը ինքդ քեզ տաս, պատասխանը դու միայն լսիր։ Կամ ընթացքում աշխատիր դրա հետ։ Արդյոք Աստված ամաչում է քո Աստվածը կոչվի, թե չի ամաչում։ Նա ամաչում է, թե չի ամաչում, որ ասի ես այսինչի Աստվածն եմ։ Այդ ամենը դրա պատասխանը բխելու է այն կյանքից, որը որ դու ապրում ես։ Որը որ դու մտածում ես, որը որ դու խոսում ես, որը որ դու ծրագրում ես։ Ոչ թե որ դու հայրմերը բոլորից արագ ես ասում, ոչ թե որ դու բոլոր եկեղեցական տոները պահում ես, այլ թե ինչպիսի կյանքով ես ապրում։ Այո։ Դրա համար ուզում եմ միասին գնանք 4-րդ թագավորաց, երկու կերպար եմ ուզում մենք նայենք, երբ որ մենք նայենք Եբրայեցիների 11-րդ գլուխը կնայենք, այնտեղ խոսում է հավատքի հերոսների մասին, եւ մենք տեսնում ենք այնտեղ, եկեք դա նայենք նոր, հա, Եբրայեցիները եկեք նայենք սկզբից, հետո անցնենք այս երկու օրինակներին Աստվածաշնչյան։ Եբրայեցիս 11-րդ գլուխը խոսում է հավատքի ճանապարհ անցած բոլորի չէ, մասամբ մի քանիսին հիշատակում է, նրանք ավելի շատ էին։ Ու խոսքը ասում է, եթե բոլորի մասին գրվեր, երկրագունդը չէր տեղավորի այդքան գիր գրականություն։ Ասում է 13-րդ խոսքից, ասում է սրանք բոլորը մեռան հավատքի մեջ։ Հավատքի կյանքը ընտրեցին, Աստծուն ընտրեցին իրենց Աստված, գնացին Աստծո հետևից, այդ հավատքի մեջ էլ մեռան։ Առանց խոստմունքները ստանալու։ Խոստմունքները լսեցին Աստծո, որ ձեզ տանում եմ նոր երկիր, մի տեղ, որտեղ որ կգամ, կշփվեմ, կխոսենք եւ այլ եւ այլ։ Այդ բոլոր լիքը խոստմունքները Աստված նրանց որ տվել էր, նրանք գնացին այդ ճանապարհի մեջ, հավատքից չուրացան, չշեղվեցին իրենց ճանապարհից, անգամ եթե չգտան ու չստացան այդ խոստմունքները եւ ասում եմ, բայց միևնույնն է, առանց խոստմունքները ստանալու նրանք մեռան հավատքի մեջ եւ միայն հերվից էին տեսնում այդ խոստմունքները հերվից։ Ով ունի խոստմունք Աստծուց։ Բոլորը ունեք։ Այդ խոստմունքները ով ունի խոստմունք, որ դեռ չի իրականացել։ Էլի բոլորը։ Նորմալ եկեղեցում եմ ես։ Գիտես ինչ, այդ խոստմունքները, որոնք որ պետք է իրականանան դեռ, երբ որ դու քո աչքերը ֆիզիկապես փակում ես եւ կենտրոնանում ես այդ խոստմունքների վրա, ինչ Աստված քեզ խոստացել, դու հերվից սկսում ես տեսնել դա։ Հերվից տեսնում, պատկերացնում ես ու ասում ես Տեր ջան, ես հավատում եմ, ես կմտնեմ այդտեղ, ես կգրավեմ այդ սարը, ես կմտնեմ այդ երկիրը, ես կունենամ այս տունը, ես կունենամ այսպիսի, չգիտեմ, ինչ որ մի բան, տարբեր խոստմունքներ, ես բժշկված կլինեմ, ես ազատ կլինեմ, ես սա կլինեմ, օժնված կլինեմ եւ այլն։ Մարդիկ ունեն խոստմունքներ։ Եվ խոսքը ասում է նրանք հերվից էին տեսնում նրանց, այսինքն խոստմունքները եւ ուրախանում էին։ Ինձ հետաքրքիր է դու տեսնում ես արդյոք քո խոստմունքները, թե չէ։ Այդ դեպքում ինչի ուրախ ես։ Աստծո խոսքը ասում է, նրանք ովքեր որ տեսնում էին թեկուզ եւ հերվից, նրանք ուրախանում էին։ Ես հասկանում եմ, որ դժվար է երբեմն։ Այնքան դժվար է երբեմն, որ ասում ես լավ էլի, Արմեն, այսօր այդ ուրախությունը կողքի դիր, այսօր ոնց որ մի քիչ բան ասես, մսեղեն կերակուրից ենք խոսում։ Ասում են նրանք հերվից տեսնում էին եւ ուրախանում էին, բարևում էին, բարևել մեկ այլ թարգմանության մեջ, այսինքն ընդունում էին, ողջունում էին, ուզում էին դա ունենային, ողջունելի էր իրենց կողմից, հասկանում ես։ Բարևում էին եւ դավանում էին, ընդունում էին իրենց կյանքի մեջ այդ խոստմունքները, որ Քրիստոսի վերքերով ես բժշկված եմ, որ ես օրհնված եմ, որ անեծքը քանդված է, որ իմ անունը գրված է կյանքի գրքում, որ ես դժոխք չեմ գնում, այլ Տիրոջ սեփականությունն եմ, որ Աստված ինձ առանձնացրել է որպես թագավորական քահանայություն, վերցրել է ինձ որպես առանձնացված սեփական ժողովուրդ։ Ես նրա ժողովրդից եմ։ Դու այդ ամենը, երբ որ տեսնում ես, սկսում ես դրա մասին դավանել ու խոսել եւ հասկանալ, որ այն գալիք փառքը, որը որ քեզ սպասվում է, որ ակնկալվում է, դրանք անհամեմատ ավելի մեծ են, քան թե այսօրվա դժվարություններն ու իրավիճակները, որոնցով որ դու անցնում ես։ Եվ դրա համար ասում է, եւ նրանք ասում էին, դավանում էին, թե օտարներ եւ պանդուխտներ են, եկվորներ են։ Այստեղ ուղղակի եկվոր ենք, ժամանակավոր ենք ապրում։ Գիտես, ես եկվոր տարբեր տեղեր եղել եմ,
տարբեր տեղեր եկվոր, Մեղրիում էլ եմ եղել, չգիտեմ, Ռուսաստանում էլ եմ եղել, եկվոր եմ եղել, գիտեմ ես այստեղ եմ ժամանակավոր, հիմա որտեղ որ ապրում եմ էլի գիտեմ եկվոր եմ, բայց արդյոք քո կյանքը թե դու սենց կարճել ես, բռնվել ես, ասում ես ոնց, էս իմն է, ես այստեղից տեղ չեմ եթալու, անգամ այստեղ կանգնելն է, ինձ համար, պանդխտություն, որովհետև ես կարճած չեմ ինչ-որ մի բանից, ես գիտեմ եկվոր եմ ես այսօր այստեղ եմ, վաղը կլինի մեկ ուրիշ տեղ, և դա ինձ չի հեռացնում իմ Աստծուց և այլ խոստմունքներից, որ Աստված ինձ տվել է, ամեն, և 16-րդ համար ասում է, բայց հիմա ավելի ազնիվին են ցանկանում, ավելի մաքուրին, ավելի ջինջ, ավելի երկնային, սուրբ բանին են ցանկանում, այսինքն երկնավորին, և նրա համար Աստված չի ամաչում, Աստված չի ամաչում այդպիսի մարդկանց, Աստվածը կոչվի, և ոչ միայն չի ամաչում, այլ նաև ասում է, ես իմ կտորն է, նրանք իմն են, ես նրանց կնքել եմ, նրանք իմ սեփականությունն են, և դրա համար ես ոչ թե միայն երկրի վրա, այլ երկնքում նրանց համար տեղ կպատրաստեմ, նրանց համար քաղաք կպատրաստեմ, որ իրանց հետ միասին ապրեմ այդ քաղաքում, սիրելիս, Աստված ուզում է քո հետ անցկացնի ոչ թե այստեղ երկրի վրա ապրած քո պանդխտության այդ 70-80 կամ 100 տարիները, այլ ուզում է քո հետ միասին հավիտենականությունն անցկացնի, հավիտենականությունը որ վերջ չունի, ինչի որովհետև մեծ գնով ենք գնվել ամեն մեկս, բայց մենք ենք ընտրում, մեր ընտրությունից է կախված, մենք կլինենք նրա հետ այդ քաղաքում, մենք կուզենանք նրա հետ նույն այդ մեծ քաղաքում այդ մեծ բնակարանում բնակվենք, Հիսուս ասում է հորս մոտ բնակարաններ շատ կա, գնամ տեղ պատրաստեմ ձեզ համար, հասկանում եք, արդյոք Աստված կամաչի իմ ու քո Աստվածը կոչվելուց, թե ոչ, արդյոք Աստված երբ որ այցելի, երբ որ գա կամ երբ որ դու գնաս, արդյոք նա կամաչի, թե կասի ես չեմ ամաչել, նա իմ սրտի բոլոր ուզածն արել է, և ուզում եմ հիմա միասին գնանք երկու կերպարների վրա ուշադրություն դարձնենք, որպեսզի հասկանանք ինչպիսին պետք է լինի ընկերը, ինչպիսին է ծառայողը։ 4-րդ թագավոր 10-րդ գլուխ։ Այսօր այնպիսի հերոսներ եմ Աստվածաշնչից ընտրել, այնպիսի կերպարներ, որոնց մասին շատ քիչ է խոսվել։ Միգուցե այստեղ լինեն մարդիկ, ովքեր որ առաջի անգամ կլսեն նրանց անունները։ Դրա համար ուշադիր եղիր, եթե ինչ-որ բան բաց թողես, հաջորդ շաբաթ ժամը 12-ին կարող ես դիտել դա YouTube-յան ալիքում։ 4-րդ թագավոր 10-րդ գլուխ, 16-րդ խոսք։ Նա այստեղ պատմություն է, որտեղ որ մի Աստծո ժողովրդի մեջ կար մի զորավոր, նրա անունը Եուի է։ Ո՞վ է լսել այդ անունը։ Եու։ Լսել եք թե ոչ։ Հետաքրքիր է այդ պատմությունը, ձեզ համառոտ պատմեմ, որտեղ շատ երկար է, դու կարող ես տանը ընթերցել։ Գիտես, դա մեկն էր, որը որ Բաղամի այդ բաների, երբ որ Եղիան այդ 450 մարգարեներին տարավ, կոտորեց, եկավ եւ այլն, ինքն էլ ասեց ոնց իմ բանը ծառայեկից Հովիվ կամ չգիտեմ Եղիան այդ ժամանակ մարգարե էր, ինքը ուղղակի զորավար էր այդ ժամանակ, ասեց ես մի բան էլ ես պետք է անեմ հիմա։ Ինչ արեց, գնաց այդ մարգարեների երեխեքին, Ակաբի երեխեքին, Սաղինով ու մասին գիտեր, որ կենթանի են, կոտորում էր, գլուխները կտրում էր, այն կարգի, որ նրանց գլուխները հավաքել տվեց, կարծեմ Ակաբն էր, տոլիով էր, այդ թագավորի երեխաները 70 երեխեք ուներ, լիքը տարբեր տեղեր։ Դուք գիտեք, նախկիններում այդ հարեմները, իրենց բաները, բոլորի գլուխները կտրել տվեց, բերեց քաղաքի դռների մոտ, 2 սարի պես այսպես լցրեց։ Պատկերացնում ես ինչ սենց նախանձավոր, խանդավառ հոգի ունեցող ծառայող էր դա։ Ինչ է պետք անեմ, հոյ ջան, ասա, ում գլուխն է պետք կտրեմ, ում է պետք, չգիտեմ, ինչ, ում, անունը դիր, աչկերդ փակ, ուղղակի մատը դիր, մեկի վրա, վсё, ինչ ասես կանեմ, այդպիսի ծառայող էր։ Գիտես, ցանկացած հիմնարկի տնօրեն, ցանկացած հովիվ, ցանկացած ինչ-որ մի գործունյա մարդ կերազի այդպիսի հավատարիմ sense լավ հավեսով գործընկեր ունենա իր համար, իր կողքը, որ պատրաստ լինի ամեն ինչ անելու։ Յուրաքանչյուր մարդ կուզենա նման ընկեր ունենա։ Ես հիմա շարունակում եմ կարդալ։
16-րդ խոսքից 10-րդ գլխի ինչ որ մեկին է այդ կոտորածների ընթացքում մեկ է կարգով գնալուց եւս մեկին է տեսնում, ասում է բարիա քո գործը իմ հետ, ես քեզ եք էստեղ։ Ասում է հա բարի, ասում է դե նստի կարգս տեղ ենք այդում։ Ու ասում է եկ ինձ հետ եւ տես իմ նախանձավորությունը Տիրոջ համար։ Դու հասկանում ես, ասում է արի գնանք, մարդկա որ ասել է ինչ որ իր աշխարհիկ ընկերոջը, ասել է ես չես երևում, ուր ես, ես վերջերս ասում եմ դե ես հավատացյալ եմ դառը բան։ Մարդիկ կան որ ասես մի քիչ հեռվից են գալի, ամաչում են, պատրաստ չեն։ Պարտական պարտքի զգացողություն չունեն եւ ամաչում են։ Նրանք ովքեր որ արդեն հաղթել են այդ դժվարությունները, ասում են հավատացյալ եմ։ Գնում եմ եկեղեցի։ Այդ ի՞նչ է, այդ ո՞նց է բան։ Արի գնանք։ Գալիս ես։ Բացում ես տաքսու դուռը կամ քո կարգի դուռը։ Չգիտեմ որ համարի մարշրուտն ինա դա, երթուղային։ Ասում ես նստի գնանք եկեղեցի ցույց տամ, հələ տես ոնց եմ ես իմ Աստծուն նախանձավոր ձևի փառաբանում եւ աղոթում եւ աչքերը տանեմ, բացեմ, տես ոնց է իսկական հավատացյալը։ Կա մարդ որ տես բան արել է։ Եկեք գնանք։ Ասում է արի իմ հետ ու տես։ Արի գնանք ու ես քեզ ցույց կտամ ոնց պետք է իսկականից իմ Տիրոջը փառաբանենք։ Իմ փառաբանելը դու տենաս վրաս կփրկվես։ Եվ նա եկավ Սամարիա եւ այնտեղ կոտորեց Աքաբի բոլոր մնացածներին Սամարիայում։ Դու հասկանում ես։ Նա ցույց է տալի ինչպիսի նախանձավորություն ունի Աստծո նկատմամբ։ Նա կոտորում էր Աքաբի բոլոր մնացածներին։ Բնաջինջ էր անում նրա Տիրոջ խոսքին համեմատ, այսինքն Տիրոջից խոստմունք ուներ, խոսք ուներ, որ գնա եւ բնաջնջի, ինքն էլ գնում էր ու անում էր։ Այն որ ասում է մի բան չէր թողում Աստծո խոսքից պակաս լիներ։ Բոլորը անում էր։ Եվ Տիրոջ խոսքին համեմատ, որ խոսել էր Եղիայի հետ։ Եվ 18 համարը Եհուն ժողովեց բոլոր ժողովրդին եւ ասեց նրանց. Աքաբը քիչ է ծառայել Բահաղին։ Եհուն նրան շատ պիտի ծառայի։ Այսինքն ավելի շատ եմ ծառայելու։ Ինչքան որ Աքաբը բանին է ծառայե, Բաղամին, Բահաղին է ծառայե։ Ես իմ Աստծո նախանձավորությունը ոնց թե իրանք Աստծուն, իրանք իրանք կուրքին այդպես լավ պաշտել գիտեն, դե հենց թող տենան ոնց է իսկական։ Սենց առաջի հայացքից նայում ես ուրախանում ես, ասում ես արա սենց ծառայող արա, ես ուրա, ես էլ կուզեի տենց լինեի։ Մի քիչ ներքև ինքը հավաքում բերում է սաղին, այնտեղ պատմությունները որ կարդաս, ասես էս ինչ շուստրի, սենց ասեմ, հա, էս ինչ բան է, սաղ այդ աշխարհիկ էս լրիվ Բաղամի բաներին, ծառայողներին, էլի ով մնացածներին բերում, հավաքում, խափում, մտցնում է միած սրա, ասում է, եկեք ձեր Բաղի համար թույլ ենք տալիս, ոնց որ զոհ արեք, եւ այլ։ Սաղին հավաքում ասում է, հələ նայեք, տեսեք, դրսից հո մարդ մուրջ չկա, հո իսրայելացի չկա մեջներդ։ Հո աշխարհիկ ոչ մեկ չի մտել ստեղ ծառայության, կարևոր գործ ունենք անելու։ Բաղին ողջակեզ ենք մատուցելու, բան։ Այս ժողովուրդը էս Բաղի միամիտ ծառաները, քահանաները եւ այլն այդ կանչողները հավաքվում են, նայում են ասում են, չէ, ոնց որ սաղ մենք ենք։ Ուրիշ մարդ չկա, ասում է դռները փակեք, 80 զինվորների ասում է, հանգարց մեկը կենթանի է մնացել, ու մոտից փախավ, գլխով պատասխանա տալու։ Կոտորեք սաղին։ Սաղ կուրքերը, սաղ այդ չաստվածներին ծառայող, այդ բոլոր այդ Աստծո խոսքը մի տառը չի թողում օդի մեջ մնա։ Սա խոսքերը կատարում է։ Եղիային ինչ որ խոստացել էր, ու նայում ես ասում ես ջան, այս ինչ լավ ծառայող, այս ինչ լավ բան է։ Եվ 30 համարին եմ ուզում գանք, եւ Տերը ասեց Եհուին, որովհետեւ դու լավ արիր, տեսեք Տերը գովում է։ Դու լավ ես արել։ Լրիվ լավ ես արել, տոշնի ես արել։ Մի բան չես թողել, որ իմ աչքին հաճելի եղած ամբողջ իմ սրտի մեջ եղածի պես արել ես Աքաբի տանը, ուրախացրեցիր դու իմ սիրտը, շատ ուրախ եմ, որ արեցիր նենց, ոնց որ դու ես ուզում էի, քո որդիները և մինչև 4 սերունդը պիտի նստեն Իսրայելի աթոռի վրա, և 31 համարը ինձ ուղղակի իմ Աստված ճանաչողության մեջ սենց մի հատ պայթուն է բերել, պարադոքս, անհամատեղելիություն, բայց Եհուն չզգուշացավ իր սրտից, չզգուշացավ, որ Իսրայելի Տեր Աստծո օրենքի մեջ մնար, իր բոլոր սրտով, ասա բոլոր սիրտ, գիտես, նա ծառայում էր Աստծո, նա անում էր գործերը, ամեն ինչ ոնց որ իրան ասվել էր, ոնց որ հանձնարարվել էր, ամեն ինչ անում էր, բայց ասում է,
նա ամբողջ սրտով չմնաց Տիրոջ մեջ, չզգուշացավ եւ Իսրայելի Տեր Աստծո օրենքի մեջ չմնաց իր ամբողջ սրտով։ Ինչի, որովհետեւ պատվիրանն ասում է. սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտով։ Ոչ թե սրտի 99%-ով, այն մի տոկոսը պահի կողքից ձեռի հետ մեղքեր, պատեր, թաքուն ինչ-որ գախնի, տարբեր, ասես քո եսը, քո կուրկը ասես դիր ու սկսիր պաշտել կամ մեկ ուրիշ բան։ Ասում է ամբողջ սրտով պաշտիր քո Աստծուն։ Եվ այստեղ ասում է նա չզգուշացավ։ Ինչքան կարևոր է զգուշանալը, ինչքան կարևոր է զգուշ լինել մեր սրտերից։ Առակաց 23-րդ գլուխն է խոսում դրա մասին, ասում է ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտից, որովհետև կյանքն ու մահը այնտեղից է դուրս գալիս։ Մենք պետք է զգուշ լինենք մեր սրտից։ Մենք երբ որ կանգնում ենք այստեղ, երբ որ մենք երգ ենք երգում, երբ որ մենք զոհ ենք տալի, երբ որ մենք մեր կողքի քույրիկին կամ եղբոր հետ շփվում ենք, երբ որ մենք դուրս ենք գալիս, ճանապարհ ենք գնում, տրանսպորտի մեջ ենք լինում, ուր ենք գնում, ինչով ենք զբաղված, մեր հարևանների հետ ենք շփվում կամ ինչ որ մի ծառայության մեջ ենք, արդյոք մենք զգուշանում ենք մեր սրտից։ Արդյոք մենք թե մենք անում ենք ինձ ասված է եւ վերջ, սա այսպես եմ անում ու վсё։ Սիրտը դուր է։ Աստված սիրտ է փնտրում։ Աստված սիրտ է փնտրում այսօր։ Շատ կարևոր է, Աստված գովում է Եհուին, ասում է լավ արեցիր, իմ սրտի ամբողջ ուզածը ինչ որ մտածում էի արեցիր։ Բայց Աստծո խոսքը ասում է ինչ օգուտ կա։ Հա Կորինթացիների կարծեմ 13-րդ գլուխը, որ ամբողջ աշխարհը շահես, բայց քո անձը կորցնես։ Քո անձն ես կորցնում։ Օգուտդ ո՞րն է։ Աստծո մոտ քո օգուտը ո՞րն է, եթե դու քաղաքում չես պատրաստվում նրա հետ հավիտենական ապրես։ Ստեղ ինչ հնարավոր անեմ, Աստված ջան, հետոն թող որոշի։ Մենք տեսնում ենք, կարդում էի, ես գիտեի, որ արձագանքը հենց այնպեսին էր, ինչպեսին տեսնում էի, որ բոլորը սենց ուրախանում ենք, ասում ենք, ջան, ինչ լավն է, իրոք այտենց է, անգամ Աստված է գովում նրա բոլոր գործերը, բայց Աստծո խոսքը 31-րդ համարում լրիվ ուրիշ բան ասում։ Ասում է նա չզգուշացավ, որ Իսրայելի Տեր Աստծո օրենքի մեջ գնար իր բոլոր սրտով, որովհետև նա չհեռացավ Հերովաբամի մեղքից, որ Իսրայելին մեղանչել տվեց։ Եվ երբ որ ես ուսումնասիրեցի նայեցի այդ Հերովաբամի մեղքը, այդ ոսկե հորթերին երկրպագելն էր։ Նա իր սրտի խորքում ինչ որ միտեղ դեռևս այդ երկրպագություն, այդ կռապաշտություն ուներ եւ Իսրայելին մեղանչել տվեց հետո նորից։ Թեկուզ լավ սկսել էր, լավ գնում էր, բայց իր սրտի խորքում այն իր խորամանկությունը, ոնց որ ինքը խորամանկորեն կարողանում էր Աստծո գործերը աներ, այդ Բաղի մարգարեներին հավաքեր, վերացներ, գլխատեր եւ այլն։ Այդ խորամանկությունը իրան թվում էր, թե կանցնի նաեւ Աստծո մոտ։ Եվ ինքը բռնվեց հենց այդ դրա մեջ։ Այդ խորամանկությունը իր այդ շուշտրությունը կամ այդ, չգիտեմ, ուրիշ ինչ բառ կարելի է գտնել, նա չհեռացավ այդ կուրքը, որ ես գիտես մի հատ հին սովետական մուլտիկ կար, բանի ռուսական Колобок։ Հիշում եք, я от дедушки ушел, я от бабушки ушел, բան տենց։ Օրից մի օր ինքը հայտնվեց իր այդ մեծամտության պատճառով հայտնվեց այդ մեղքի մեջ։ Բայց ուզում եմ հիմա եւս մի ուրիշ օրինակի մասին խոսել, որը որ իմ սիրտը սենց շատ սրտակից նույնպես ծառայող է, շատ լավ ծառայող է։ Նրա անունը Քաղեբ է։ Սա երբեմն լսել եք Քաղեբի մասին։ Հիշում եք, ով էր Քաղեբը։ Քաղեբը այն 12 ցեղերից մեկ իշխաններից մեկն էր, որ գնաց Հեսուի հետ, Հեսուն ու Քաղեբը 12-ից երկուսն էին, որ մտան լրտեսեին Իսրայելի համար այդ Քանանի երկիրը։ Հիշում եք։ Ով էր նա, էլ ինչ էր։ Նա այդ ինչ որ մի ցեղի, ես ինչքան հիշում եմ, կարծում եմ դա այդպես է, Հուդայի ցեղի առաջնորդն էր, այսինքն ամեն մի ցեղից մի լրտես էր գնացել։ Նա ներկայացնում էր Հուդայի ցեղը, որտեղից էլ հետո Հիսուսը եկավ։ Ելով էր նա։ Նա միակ մեկն էր։ Բացի իրանից ոչ մեկ չկանգնեց Մովսեսի կողքը, Հովվի կողքը։ Երբ որ ժողովուրդը պատրաստվում էր քարկոծեր նրան։ Ժողովուրդը պահեկավ, որ ուզում էին սպանեին Մովսեսին։ Տարբեր ձևեր կա սպանելու, հասկանում եք։ Քարերով այն ժամանակ, հիմա ուրիշ ձև են սպանում։ Հիմա Facebook-ով են սպանում, կոմենտներով են սպանում։ Հիմա տենց դուրսը փողոցում մեկը կարող է ասի, սենց անենց է, այս ինչն է, այն ինչն է։ Քաղեբը միակն էր։ Այդ բոլոր
Իսրայել փրկված ժողովրդի մեջից, որ կանգնած էր Մովսեսի համար, թույլ չտվեց, որ Մովսեսին քարկոծեին։ Նա նրանցից մեկն էր, որ ժողովրդին նաև մցրեց Քանանի երկիր։ Էլի բարի գործերի մասին ենք խոսում։ Նա միակն էր, որ երբ որ արդեն պատրաստվում էին գրոհեն եւ մտնեին Քանանի երկիր, Հեսուին ասեց, լսի Հեսու, թեկուզ այն օրից անցել է 45 տարի արդեն, երբ որ մենք իրար հետ լրտեսում էինք այդ երկիրը, բայց ես ձեռքիս մեջ դեռ հիմա 85 տարեկան եմ արդեն, բայց ձեռքիս մեջի զորությունը 40-ի պես է։ Ես թող թույլ տուր են ենակի որդկանց սարը գրավեմ։ Թույլ տուր ես նրանց գլուխը պետք է կտրեմ, նրանց այդ սարը պետք է գրավեմ իմ տիրոջ անվան համար, իմ տիրոջ փառքի համար։ Թույլ տուր ես կարող եմ, ես պատրաստ եմ, ես չեմ ամաչում։ 45 տարի գնացել եմ, ելի չեմ հանձնվելու, գնալու եմ եւ գրավեմ, թույլ տուր ինձ։ Դու հասկանում ես, մենք խոսում ենք մի հատ հերոսի մասին, որի մասին Աստվածաշունչը մանավանդ հրեական գրքերը լռում են։ Գիտես ինչի։ Գիտես ինչի են Քաղեբի մասին լռում, որովհետև Քաղեբը հրեա չէր։ Քաղեբը պրոստը հեթանոս էր։ Երբ որ Մովսեսը հանել էր ժողովրդին, նրա հետ դուրս էին եկել էլի շատ մարդիկ, շատ ազգերից, ստրուկներ, ովքեր որ որոշել էին գնային եւ այդ զատիկը նշել էին, հավատացել էին, տեսնելով այդ բոլոր 10 հրաշքները, որ Մովսեսի միջոցով Աստված անում էր, եւ դուրս էին եկել։ Աստծո խոսքն է խոսում դրա մասին, որ հрьяաների հետ դուրս եկան էլի շատ մարդիկ, ովքեր հավատացին Աստծուն։ Քաղեբը դրանցից մեկն էր։ Թվոց 14-րդ գլուխը այսպես է Քաղեբի մասին արտահայտվում։ Ասում է, բայց իմ ծառա Քաղեբի մեջ ուրիշ հոգի կար։ Մեկ այլ թարգմանության մեջ ասում է գերազանց հոգի կար։ Տարբերվող հոգի կար։ Ինքը որ sense մի 5000 հոգի հավաքված ելնեին, մեկը ինքը տարբերվում էր, ուրիշ հոգի կար իր մեջ։ Ոչ թե իր հակու կապից էր տարբերվում, այլ իր մոտեցումից, իր մտածելակերպից, իր օծությունից, ինքը տարբերվող էր, ինքը առանձնահատուկ էր։ Ինչի որովհետև ինքը ավելի խորն էր փորձել գնալ, ավելի շատ էր ուզեցել խորանալ Աստծո կամքի մեջ, ավելի շատ էր փնտրել Աստծո երեսը։ Եվ այստեղ ասում է ավելի ուրիշ հոգի կար եւ բոլորովին, այսինքն ամբողջությամբ հնազանդվեց ինձ։ Տեսեք, նույն բանն է ասում, ինչ որ Հեյուին ասել։ Ասում է դու իմ բոլոր խոսքերը իմ սրտի պես արեցիր ամեն բան։ Այստեղ Քաղեբին նույնպես ասում է դու ոնց որ արել ես ամբողջությամբ բոլորովին հնազանդվեցիր ինձ, այսինքն ոչ մի բան չկար, որ չհնազանդվեցիր ինձ։ Տարբերությունը նրա մեջ ինչ հոգի կար եւ նրա մեջ ինչ հոգի կար։ Նա ինչ սրտի դիրք ուներ եւ նա ինչ սրտի դիրք ուներ։ Նրան ասեցին աշխատավարձ այլևս չենք տալու եւ նա ասեց շնորհակալություն, հաճելի էր, ես գնացի իմ ճանապարհին, իմ գործին, իսկ այն մեկ ասեց ես հասկանում եմ քիչ ես տալի, որտեղ դժվարության մեջ ես։ Առանց աշխատավարձի կշարունակեմ քո կողքը լինել ինչքանով կարող եմ, որտեղ ես ուզում եմ որ դու բարձրանաս։ Եվ մենք տեսնում ենք այստեղ եւ ես էլ նրան կտանեմ այն երկիրը, որ գնացել էր, եւ նրա սերունդը կժառանգի այն։ Գիտես, այստեղ մենք նայում ենք ու տեսնում ենք Քաղեբի ներողություն, այո, Քաղեբի մասին։ Թվոց 32-րդ գլուխը խոսում է դրա մասին եւ ասում է 12 համարը, բայց Կենեզյան Հեփոնեի որդի Քաղեբի, բացի Հեփոնեի որդի Քաղեբից եւ Նավայի որդի Հեսուից, որոնք կատարելապես Եհովային հետևեցին, բացի այս երկուսից մնացածը ուղղակի մեռան։ Այսինքն մենակ Հեսուն այն նախորդ սերունդից եւ Կենեզյան Հեփոնի որդի Քաղեբից։ Հեսու 14-րդ գլուխը մենք տեսնում ենք, որ խոսում է նրա մասին, ինչպես որ Քաղեբը ասում է 10-րդ համարից, ասում է ահա Տերը ինձ կենթանի է պահել, ինչպես որ խոսել էր այս 45 տարին, այն ժամանակից ի վեր, Տեր այս խոսքը Մովսեսին ասեց, երբ որ Իսրայելը անապատում ման էր գալիս եւ ահա ես այսօր 85 տարեկան եմ եւ այսօր տակավին ուժով եմ, ինչպես որ էի։ Այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց, այն ժամանակի զորությանս ինչպես էր։ Այժմյան զորությունս էլ այդպեսին է, որպեսի պատերազմեմ եւ դուրս գալու եւ մտնելու համար։
Եվ հիմա տուր ինձ այն սարը, որի համար Տերը այն օրը խոսեց, որովհետև դու այն օրը լսեցիր, որ այնտեղ կան ենակիմներ, բարձրահասակ մարդիկ եւ մեծ պարսպավոր քաղաքներ։ Գուցե Տերը ինձ հետ կլինի եւ ես նրանց կհալածեմ, ինչպես որ Տերը ասել է։ Եվ Հեսու նրան օրհնեց եւ Քեբրոնը Հփոնյան Քաղեբին տվեց իբր ժառանգություն, ասեց գնա գրավի, քեզ եմ տալիս, հետի քեզ ժառանգություն կլինի։ Հալելույա։ Գիտես, մենք տեսնում ենք երկու տարբեր կերպարներ, երկուսն էլ արեցին Աստծո սրտի ուզածը, բայց միտեղ ասում է նա իմ սրտի պես էր, այն մյուս տեղը մենք տեսնում ենք, որ նա չզգուշացավ իր սրտից, այլ գնաց ու մեղ գործեց։ Այսօր հարց է իմ մեջ ծագում, ինչպիսի մարդկանց Աստվածն է իրեն Աստված համարում որպես ընկեր։ Մենք որպես ծառաներ ենք, թե մենք որպես ընկերներ ենք։ Ծառաները նրանք են, ովքեր որ անում են ուղղակի, որովհետև Աստվածը որ պետք է անեն։ Ընկերները նրանք են, ովքեր ոչ միայն գիտեն ինչ պետք է արվի, այլ նաև հասկանում են տեսիլքը։ Գիտես, խոսքը ասում է, ոչ մեկի Տերը չի գալիս եւ չի ասում ծառաներին ինչ է պատրաստվում անի։ Ասում է, ստեղ փորում է։ Ասում է, ստեղ մի հատ կաբել գցեք, գցում է։ Ասում են, դեղ 3 հատ լույս դրեք, դնում են։ Բայց չի ասում ինչ է պատրաստվում անի, բայց ընկերը գիտի ինչ է պատրաստվում Տերը անի։ Որտեվ սիրտ է դնում նրա հետ, որտեվ նրա հետ ապրում է, այդ բոլոր բանը ինքը ուզում է տեսնի այդ տեսիլքի իրականացումը, ինքը ուզում է տեսնի այդ արտնությունը, ինքը ուզում է տեսնի մարդկանց կյանքերը փոխված։ Սիրելիներս, Աստված մեզ տվել է դաշտ։ Մենք ունենք Երևանու համայնք, տարածաշրջան, հա, այսպես վարչական շրջան։ Երբ որ մենք նայում ենք այդ տարածքում բնակվող բոլոր մարդկանց, կամ մոտավորապես պատկերացնում ենք ինչպիսի ժողովրդի մեջ մենք գործ ունենք, ինչպիսի ժողովրդի մեջ ենք մենք կանչված ծառայել, մենք պետք է հասկանանք, մենք պետք է սիրտ ունենանք այդ ժողովրդի համար։ Մենք պետք է սիրտ ունենանք այն բոլոր մարդկանց համար, ովքեր որ միգուցե, չգիտեմ, հիվանդ են, միգուցե կապված են, միգուցե խաղցած են, միգուցե հարուստ են, միգուցե, ես չգիտեմ, մենք պետք է հասկանանք ինչի մեջ Աստված մեզ ուղարկել, ինչ դաշտում է մեզ տնկել, որպեսզի ծառայենք, որովհետև համապատասխան օծություն Աստված տվել մեզ նման մարդկանց հասնելու համար։ Հասկանում եք։ Դու չես եկել Անգլիայի կամ չգիտեմ Ամերիկայի ինչ որ մի, չգիտեմ, այսպես արվարձան կամ մի ինչ որ շրջան եւ այդ ժողովրդի մենտալիտետին համապատասխան պետք է ոնց ասած քարոզես ու արտնություն բերես։ Դու հայտնվել ես կամա թե ակամա Կայարանում եւ Երևանի վարչական շրջանում, որտեղ որ կան տարբեր տեսակի կրթօջախներ եւ տարբեր տեսակի հիմնարկություններ, հիվանդանոցներից սկսած, հոգեբուժարաններից ավարտած, կալանավորների վայրից սկսած, ես չգիտեմ, ուսումնական այլ ինստիտուտ կամ չգիտեմ, այսպիսի ակադեմիաներով ավարտված։ Ու Աստված տվել է ինձ ու քեզ այդ օծությունը, նա վստահել է ինձ ու քեզ եւ ասում է ես հավատում եմ, որ այս մարդիկ, ովքեր որ այստեղ են, նրանք կկարողանան գնան եւ այդ մարդկանց մեջ բերեն արտնություն։ Նրանք կկարողանան գնան եւ նրանք չեն ամաչի, նրանք պատրաստ կլինեն, նրանք պարտքի զգացողություն կվերցնեն իրենց վրա, կպատրաստեն իրենց անձերը եւ չեն ամաչի մահետարանը քարոզեն այդ մարդկանց։ Ասում է, երբ որ նրանք այդպես անեն, ես էլ որպես Աստված նրանց Աստվածը կկոչվեմ եւ ես դրանից չեմ ամաչի։ Եկեք չլինենք այնպիսի մեկը, որի համար Աստծո անունը կհայոյվի։ Եկեք լինենք այնպիսի մեկը, այնպիսի մի ծառայող, այնպիսի Աստծո զավակ, ում պատճառով Աստված կասի, սա իմ կտորն է։ Սրա վրա իմ հոգին է։ Նրանց վրա, Քաղեբի վրա ուրիշ հոգի կա, գերազանց հոգի կա։ Ինչքան էլ ուզում անցնի, 10 տարի, 30 տարի, 45 տարի, Քաղեբը չմնաց, Քաղեբը չկորցրեց տեսիլքը, ասես 45 տարեկան եմ արդեն, անցել է 45 տարի, երբ որ Տերը խոսել էր իմ հետ, բայց միևնույն է էլի պատրաստ եմ այդ ենակիմների սարը գրավելու իմ Տիրոջ համար, իմ Տիրոջ խոսքի պես։ Ես պատրաստ եմ վեր կենամ պատերազմելու։ Ու եթե Աստված ինձ հետ լինի, ես կգրավեմ դա։ Ամեն։ Կարող ես ոտքի կանգնել։ Հալելույա։ Գիտես, մենք պետք է հասկանանք եկեղեցին դա այն վայրն է, եկեղեցին դա այն կառույցն է, որ Աստված դրել հաստատել է
երկրի մեջ որպես ճշմարտության սյուն, որպես մի հաստատություն, որը որ պետք է տանի բարի լուրը, որը որ պետք է տանի այն փրկությունը, որը որ պետք է տանի այն օծությունը, ինչը որ Քրիստոսը ուներ։ Նա չասեց ես կկառուցեմ իմ եկեղեցին, որ ոչ մեկ չի ճանաչի։ Գիտես, երբեմն նայում ես մարդկանց ու հասկանում ես, որ այդ մարդիկ, որոնք որ փորձում են եկեղեցի կառուցեն, այնպիսի sense աշխարհի երևի արվեստագետները այդքան ֆանտազիա չունեն, ինչպիսին որոշ քույր կամ եղբայրներ։ Ասում ես, բայց դու որտեղ ես կարդացել ախր այդպես բան, որտեղ է գրված։ Ինչի, որ խոսքի հիման վրա ես դու ուզում ես այսպիսի մի բան անես, այսպիսի մի ծառայություն անես։ Գիտես, Հիսուսը չասեց, ես կկառուցեմ եկեղեցի, որ ոչ մեկ չի ճանաչի։ Եկեղեցին Քրիստոսի արտացոլանքը պետք է լինի։ Եկեղեցին պետք է մարդիկ նայեն եկեղեցուն, պետք է մարդիկ նայեն հավատացյալին, պետք է մարդիկ նայեն ինձ ու քեզ եւ Քրիստոսին տեսնեն, որովհետեւ խոսքը ասում է, որ մենք բաց նամակ ենք, ընթերնելի նամակ ենք այս աշխարհի համար։ Մենք կանչված ենք, որ մարդիկ նայեն եւ կարդան մեզ։ Այնպես որ երբ որ անցնում ես այդ աղքատի, այդ ընկածի, այդ վիրավորվածի, այդ հիվանդի, այդ հիվանդանոցի, այդ հոգեբուժարանի, այդ աղբանոցի, ես չգիտեմ, այդ ակադեմիայի, իմացի մի բան, դու պարտք ունես, որ պետք է տաս։ Դու պարտք ունես, որ պետք է տաս։ Երկնքից։ Դու ես որոշում, վերցնես այդ պարտավորվածությունը, թե չէ։ Բայց Առաքյալը ասում է Հռոմեացիս առաջի գլխում ասում է ես պարտական եմ թե հույնին, թե իմաստունին եւ թե տգետին, թե բարբարոսին, թե հրեային, թե հեթանոսին։ Ես պարտք ունեմ, ես պարտքի զգացողություն ունեմ։ Եվ ավետարան քարոզել ամոթ չեմ համարի, ես իմ անձը կպատրաստեմ, որպեսզի քարոզեմ ավետարանը։ Երբեմն խոսքեր կօգտագործեմ, բայց իմ կյանքը կլինի կենթանի վկայություն ավետարանի տարածման։ Շատ կարևոր է սա, սիրելիս։ Միայն այդ ժամանակա, որ մենք կարող ենք տեսնել փրկված մարդիկ։ Միայն այդ ժամանակա, որ մենք կարող ենք տեսնել արթնություն։ Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք դա։ Բայց դա սկսում է մեկից։ Դա սկսում է, երբ որ մեկը մեկին է ասում, հետո երկուսով էլի մեկին են ասում։ Դա չի լինում ուղղակի զարթնեցինք մի օր եւ տեսանք ամբողջ Երևանու վարչական տարածքը փրկված է։ Ինչի հաշվին։ Իմ ու քո սիրո հաշվին միայն, որ ես ու դու պարտական էինք, ես ու դու պատրաստ էինք, ես ու դու չամաչեցինք եւ Աստծո ավետարանը քարոզեցինք։ Ամեն։ Հալելույա։ Եկեք չապրենք մեր կյանքը այնպես, որ ասենք, ես ոչ մեկին ոչինչ պարտ չեմ, ես ոչ էլ կպատրաստվեմ ու ամոթելա, ինչ եմ քարոզեմ։ Աշխարհիկներին նայում ես իրենց քարոզ արշավների մեջ ինչեր են քարոզում, ասում ես ուր էր թե ձեր ասացի 10%-ը կատարվեր։ Մենք ճանաչելով մեր Աստծուն պետք է չամաչենք, նրա ավետարանը տարածենք եւ քարոզենք։ Ամեն։ Եկեք խոնարհենք մեր գլուխները։ Հալելույա։ Սիրելի հայր, մենք այսօր այստեղ կանգնած քո ժողովրդով մենք ուզում ենք Տեր, որ մեր որոշումը, մեր ընծայումը նորոգված լինի քո խոսքին համեմատ, որ ինչպես որ Տեր քո ծառան առաքյալն էր խոսում, որ ես պարտական եմ, ես պատրաստ եմ եւ ես չեմ ամաչում ավետարանը քարոզել, այդպես էլ մեզանից ամեն մեկը կարողանա այսօր որոշում կայացնի այդ պարտավորվածությունը, այդ պարտքի զգացողությունը վերցնի, պատրաստի իր անձը եւ ավետարանը, սիրո ավետարանը քարոզի այն գործանվողներին, ովքեր որ խավարի մեջ են գնում, որովհետեւ դու մեզ Տեր ջան ուղարկեցիր գառներ որպես գայլերի մեջ եւ ասեցիր չվախենաս փոքր հոտ, որովհետեւ ես քեզ հետ եմ, չզարհուրես ու չսարսափես, որովհետեւ ես որդեգրել եմ քեզ։ Դու գիտենք, որ մեզանից առաջ ես եկել եւ դու հոգ ես տանելու քո ժողովրդի մասին, որովհետեւ այս ժողովուրդը քո ժողովուրդն է, Տեր։ Եվ մենք խնդրում ենք, բարձրացնես այսօր քաղաքներ, բարձրացնես այսօր այնպիսի մարդիկ, ովքեր որ գերազանց հոգի կունենան, ովքեր որ ուրիշ հոգի կունենան, Տեր ջան, որ քո առաջ կանգնեն
եւ քո անունը մեծարեն եւ քո սրտի բոլոր ցանկությունները, քո խոսքերը բոլորովին կհնազանդվեն եւ կկատարեն եւ իրենց ամբողջ սրտով քեզ կպատվեն ու կծառայեն զգուշանալով մենք քեզ մեծարում ու փառք ենք տալիս հալելույա եւ հավատում ենք որ մենք կտեսնենք այդ արթնությունը ամեն ամեն հալելույա փառք մեր Տիրոջը